Պատմական հայկական արծվանիստ քաղաքը Գեղարքունիքի մարզում, Սևանալճի ափամերձ հարթավայրում, Կոթիկ գետի շրջանում։ Արծվանիստ գյուղում մարդկային կյանքը սկիզբ է առել հնագույն ժամանակներից։ Բնակավայրի հիմնադրման ժամանակաշրջանը թվագրվում է Քրիստոսից առաջ առաջին հազարամյակ։ Դարերի ընթացքում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Հայտնի է եղել որպես ներքին կամ ստորին կթանոց։ Օտար տիրապետության տարիներին այն հիշատակվել է թուրքերեն Սալորուտ նշանակող Ալաչալու անվամբ և մտել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմի մեջ։ 1968 թվականին գյուղը վերանվանվել է Արծվանիստ, արծվի նստելու վայր։ Գյուղը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, որոնք պահպանվել ու մեզ են հասել վաղ բրոնզեդարյան 1 ամրոցի, 4 դամբարանադաշտերի, 5 հին բնակատեղիների, միջնադարյան 8 գերեզմանոցների, 7 եկեղեցիների, 2 մատուռների, 104 խաչքար տապանաքարերի տեսքով։ Բնակավայրի տարածքում պահպանված հնագույն հուշարձանը Ուրարտական արքա Ռուսա առաջինի սեպագիր արձանագրությունն է։ Այն փորագրված է Սևանալճի ափին գտնվող մի վիթխարի ժայռաբեկորի վրա և նվիրված է դիցաբանական Թեյշեբա աստծուն։ Արձանագրությունը պատմում է Ռուսա առաջինի փառահեղ հաղթանակների, 23 երկրների նվաճման և Թեյշեբա կամ Օցաբերդ ամրոցի հիմնադրման մասին, որի ավերակները մինչ օրս տարածվում են դիմացի հարավային լեռնալանջին։ Մյուս ուշագրավ հուշարձանը Վանևանի պատմաճարտարապետական համալիրն է, որը կառուցվել է Բագրատունիների իշխանության օրոք, երբ թոթափվել է արաբական լուծը և երկիրը թևակոխել է ստեղծագործ աշխատանքի ժամանակաշրջան։ Պահպանված արձանագրության համաձայն եկեղեցին 903 թվականին կառուցել են իշխան Շապուհ Բագրատունին և նրա քույր Մարիամը։ Այստեղ է ամփոփված հայոց արքա Սմբատ առաջին Բագրատունու մարմինը, ով սպանվել է արաբ ոստիկանի ձեռամբ։ Գյուղի հարևանությամբ է 10-րդ դարի Հրիփսիմեի տաճարը, հնևանքը, Քոլատակի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Պատմահնագիտական այս ու այլ արժեքների կողքին բացառիկ նշանակություն ունի արծվանիստի արձանագիր սահմանախաչը, որպես հայկականության անժխտելի վկայագիր ու դարեր գնացող հավերժության հուշարձան։ Այս վավերագիր խաչքարն անառարկելիորեն վկայում է, որ 13-րդ դարում անգամ, երբ Հայաստանը հայտնվել էր մոնղոլական դաժան լծի տակ, Սևանալճի ավազանում հիմնական ապրող բնակիչները շարունակում էին մնալ հայության հոծ զանգվածները, որոնք զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և միաժամանակ կերտում էին պատմամշակութային հուշարձաններ, հարստացնելով նախկինում ստեղծված ազգային արժեքները։ 1603-ից 1604 թվականներին Պարսկաստանի այն ժամանակվա ղեկավար Շահ Աբասը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Օսմանյան կայսրության արևելյան շրջանները, այլ կերպ ասած Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց մոտ կեսը մահացավ գաղթի ճանապարհին։ Արաքել Դավրիժեցին պատմում է, որ Շահ Աբասը Թիֆլիսից վերադառնալիս անցնում է Գեղամագավառով, իջևանում այս գյուղում։ Նրան ընդունում է Մելիք Շահնազարը։ Ընդունելությունից շոյված շահը պարգևատրում է նրան մելիքության իրավունքը, ինչպես նաև դաստակերտ և գյուղեր։ Շահ Աբասի արշավանքի հետևանքով տեղահանվել են այս բնակավայրի հայերը և կոտորվել, մի մասը տարվել է Պարսկաստանի խորքերը։ 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից գաղթած հայերը հաստատվեցին այստեղ։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։